Հարիսա, հետաքրքիր է, դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստում են հին մեթոդով, կանգնելով գազօջախի կողքին եւ անընդհատ խառնելով, որ տակը չկպնի։ Եթե հոգնել եք այդ ընթացքից, ապա այս տարբերակը ձեզ համար է, ոչ կողքին կանգնելու կարիք կա, ոչ էլ տակը կկպնի։ Գուցե շատերը կիրառում են այս տեսակը, գուցե շատերը դեռ չգիտեն իր մասին։ Վերցնում եմ ամբողջական հավ, մասնատում եւ ընտրում մի քանի կտոր։ Ես նախընտրում եմ մեջքի մասը, համի համար հիանալի է եւ մի փոքր կրծքամիս, քանի որ պատրաստում եմ մի փոքր չափաբաժին։ Մեկ բաժակ ձավարին ավելացնում եմ 5-ից 6 բաժակ ջուր։ Կախված ձավարի տեսակից, վերջում կարող եք մի փոքր էլ ավելացնել, եթե դրա կարիքը լինի։ Կաթսոն դնում ենք մարմանդ կրակին, բերանը փակում եւ եփում 3-ից 4 ժամ։ Կարևոր կանոն, ոչ մի դեպքում չենք խառնում, մոտ 2 ժամ անց հանում ենք միսը, առանձնացնում ոսկորներից, փափկամիսը հետ վերադարձնում կաթսա ու նորից թողնում եփվի, առանց խառնելու։ Եթե թեկուզ մեկ անգամ խառնեք, ապա ստիպված եք լինելու անընդհատ կողքին կանգնել։ Երբ կզգաք, որ հատակին մի թեթև սկսում է կպնել, ուրեմն հարիսան պատրաստ է։ Անջատում ենք կրակը, ավելացնում աղ եւ մոտ 1 րոպե հարում միքսերով, որպեսզի ստանանք համասեռ, թել-թել զանգված, մատուցում ենք առատ կարագով։ Ձեզ բարի ախորժակ։